Ծաղկակաղամբով ապուր եմ պատրաստել, այսպիսի նայեք ինչ սիրուն ապուր է ստացվել, կրեմ ապուր, բայց ուրեմն ինչ եմ լցրել մեջը, սրանից արագ էլ բան չէր լինի, ծաղկակաղամբեր մի փոքր գլուխ, էդ եմ կտրատել, լվացրել լցրել եմ, ավելացրել եմ մի փոքր մնացել էր այն անցյալ անգամ վառած պրասից, շատ քիչ էր, այդ պրասն եմ լցրել ու մի 3 թերթիկ չինական կաղամբի թերթերից եմ լցրել, մեկ էլ մի ընդամենը 3 հատ շամպինյոն, շատ չուզեցի լցնեմ, դրանք ջրով այդպես ջուրը լցրեցի, խաշեցի, լավ թողեցի խաշվեց, համեմել եմ աղ սև պղպեղով, մի փոքր սխտորի փոշի եմ լցրել, չուզեցի թարմ սխտոր լցնեմ, որովհետև հիմա ժամը 7-ն է իրիկվա, հիմա պետք է ուտենք, հետո էլ ինչ եմ լցրել, հա, համեմունքներից այդքանը, անջատեցի, ավելացրել եմ խաղողի կորիզի ձետ, այդ եփելու համար չի, դրա համար հետը շուտ չլցրեցի, էլի անջատեցի, հետո եմ լցրել, հիմա կանաչ սոխ եմ կտրել ու համ եմ, այսպես կզարդարեմ, համը տեսել եմ, համը նայել եմ, համը տեսել եմ կամ համը նայել եմ, համ տեսել եմ, շատ համով է, ասեցի ձեր հետ կիսվեմ, կարող է ինչ-որ մեկը ուզենա ինքն էլ պատրաստի, տեսնեմ լավ փակեցի, այնքան բան էլ լցնում փոստի արկղի մեջ, գովազդներ, այսպես տանում ենք, համարյա չենք էլ նայում, թափում ենք, անընդհատ ասում եմ վրան գրեմ, ռեկլամ չգցեն ու չեմ անում, բարի օր ժողովուրդ ջան, այս գովազդները բերողների վրա եմ չխայնանում, բերում են այնքան գովազդ են լցնում, ասա ինչ եք այդքան օնլայնի բրքիչա թղթի վրա էլ այդքան է թուղթ եք փչացում, նորից տպում, այսինքն գովազդ բերողները մեղավոր չեն, այդ իրանց գործն է, տպողներն են մեղավոր, ոնց նայում ես գովազդա հեռուստացույցով, ինչ օնլայն հարթակ մտնում ես գովազդա բերում, չես կարում պրսնես այդ գովազդներից, շատ շուտվանից այգի չեմ գնացել, հիմա դուրս եմ եկել մի քիչ գնամ մաքրոց շնչեմ, այստեղ ծնունդ է, դրան վրա փուչիկներ են կպցրել,
Այս ներքևով էլ կգնամ։ Մենակ եմ գնում, Աշոտը գնացել է իր ընկերներին հանդիպելու։ Ես էլ ինչքան որ գործ ունեի արեցի, ցուկ եմ հանել Սարցախցիկից, որ տապակեմ, այն ձկանֆիլեն, որ միշտ առնում եմ, ուզում եմ տապակեմ, այսօր հենց այդով պետք է տապակեմ։ Հիմնական ջեռոց ենք դնում, բայց այդ տապակած ավելի համով է լինում։ Մի անգամ էլ եմ փորձը շատ լավ ա եղել։ Հիմա այսօր երևի հետ տապակեմ, հետն էլ աղցանք պատրաստեմ։ Մտածում էի դդմով ապուր էլ պատրաստեմ, բայց արդեն իմ հավեսից կախված նայեմ հլը։ Հիմա արդեն ժամը 3:30-ի կողմերն է։ Ահագին ցրտոտ է եղանակը, եւ 9 աստիճան այդպես, 8-9 աստիճան է, բայց շարֆ չեմ վերցրել։ Շատ երկար չեմ մնալ, ուղղակի վաղուց այգում չեմ եղել։ Ուզում եմ գնամ մի քիչ, քանի այս ոսկե աշունն է, գնամ մի քիչ բնությանը նայեմ։ Տերևաթափը ծառերը համարյա այսա, տերևները համարյա թափվել են հայլ, տերև չի մնացել, շատ եմ ուշեկել երևի, գնամ նայեմ ներսում ինչ վիճակ է։ Չէ, շատ չեմ ուշացել, մի քիչ ոսկե աշունը վայելելուց։ Ասեմ, որ այստեղ էլ անծանոթ մարդիկ անցնելուց բարևում են։ Շատերը չէ, բայց ահագին պատահում է, որ անցնում նայում բարևում են։ Ինչ որ շատ գովելի է։ Հասել եմ այգի, սիրելի բարեկամներ, հիմա նայեմ, որ սիրուն անկյունում եմ գնում, նստեմ մի քիչ, նայեմ, ձեզ էլ ցույց տամ։ Այստեղ ծաղիկները հանել են։ Երևի էս էլ նոր բան են դրել։ Անցյալ անգամ ուրիշ բան էին, ուրիշ ծաղիկներ էին, Աշոտն ասում է մի սեզոնի ժամանակ մի քանի անգամ փոխում են։ Մի քիչ իրար հետ վայելենք, սիրելիներս, էս բնության գողտրիկ անկյունը։ Բադիկները փախան։ Այստեղ ավելի կարմիր են տերևները, այնտեղ դեղին էին։ Ինչքան էլ երեխեք կան։ Մեզ տպավորություն է, որ պետքա ձուն գա, Երանի ձուն գար մի հատ, ինչը որ հեչ հավանական չի էլի, երազանքների ժանրից է, ասեք, որ սիրուն է, շատ սիրուն գույներ են, աչքին հաճելի, հանգստացնող, բնության ձայնը հանգստացնում է։
Սրանք ոնց որ ուրիշ տեղից էին եկել մեր այգում զբոսնելու, մեր քաղաքի այգում, ասում է, սիրում այգիա չէ, կողքինին ասում, առաջին անգամ էին եկել։ Գնամ նայեմ, որտեղ եմ նստում, որ մի քիչ մարդ լինի, զգում եք, ոնց որ անդադ ուզում եմ հանգիստ տեղ ավելի, որ մարդ շատ չլինի, ձայներ քիչ լինեն, բնության ձայնը լսեմ, ոչ թե մարդկանց։ Լավ սառն է, ցուրտ է, կարելի ասել, նստանն էլ է լավ սառը, բայց մի քիչ կմնամ, մի քիչ ժամ կնստեմ, կվայելեմ։ Ես խաղում են շատ երեխեք կան այնտեղ, շտապ օգնության մեքենան անցնում դառնում, մեքենաների ձայնն է լսվում, այստեղ էլ հանգիստ չկա, երբ պետք էր անտառ գնալ, բայց մենակ անտառ չեմ գնացել, հեչ կարող է գնամ, հետո չգիտեմ, ճանապարհը չգտնեմ էլի դուրս գալու, չնայած փոքր անտառը ոնց որ։ Ինչևէ սիրելիներս, նստեմ մի քիչ, մի երկու հարց իմ նոր բաժանորդներն են տվել, պատասխանեմ, նախ իմ նոր բաժանորդներին ասեմ բարի գալուստ, բարով եք եկել իմ ալիք, շատ ուրախ եմ, կարծում եմ մի սիրուն համերաշխ օնլայն ընտանիք կդառնանք, մինչև հիմա էլ հենց այդպիսին եղել ենք, շատ լավ բաժանորդներ ունեմ ու վստահ եմ, որ դուք էլ նրանցից մեկը կլինեք։ Այդպես սիրելիներս, կարծում եմ ձեր սիրուն մեկնաբանությունները, նաև իմ նոր բաժանորդները, որոնք չեն զլանում ու սիրուն մեկնաբանություններ են թողնում, անչափ շնորհակալ եմ։ Ես էլ հետս ջուր եմ վերցրել, ես սրտին ջուր պետքա ուզեմ, պետքա թեյ վերցնեի։ Ինչ որ է, սիրելի բարեկամներ, հարցրել եք որտեղ եմ ապրում, երևի առաջին անգամ եք նայում իմ վլոգը, Բելգիայում ենք ապրում, մենք արդեն 8 տարի։ Հարցրել եք քանի երեխա ունենք, որտեղ են ապրում, 4 երեխա ունենք, 3 աղջիկ մի տղա, 2-ը Հայաստանում են ապրում, 2-ը այստեղ ժամանակավոր տղաս հիմա Անգլիայում է, բայց ընդհանրապես այստեղ է ապրում, 2-ը այստեղ, 2-ը Հայաստանում։ Այստեղ էլ որ շատ մարդիկ են ասում դառնում, ես անդադ ոնց որ նայում եմ իրանց, այ քեզ բան, չպետք է նայեմ, պետք է ուղիղ նայեմ։ Ինչևէ, ինչ հարց եք էլ ինձ տվել, հարցրել եք որտեղ եմ աշխատում, եթե Եվրոպայի ապրող եք, Primark խանութը կիմանաք, Primark-ում եմ աշխատում, եթե չէ Հայաստանից էր հարցնողը, ուրեմն հագուստի խանութ կամ կարելի ասել ունիվերմագ էինք ասում, չէ, որ ամեն ինչ վաճառում էին ունիվերմագ էր, այդ տեսակ խանութում եմ աշխատում, մանկական բաժնում։ Խանութում էլ դե ինչ են անում, հագուստի խանութում ինչ են անում, կախում են, ուղղում են, ծալում են, կասարում եմ աշխատում, հանդերձանում եմ աշխատում, այդ փորձած շորերը հանդերձանից կամ կասայի մոտից տանում, ամեն ինչ իրա տեղն ենք դնում, նայած թե որտեղ են նշանակում, էլի տարբեր տեղեր են նշանակում օրվա մեջ, ասենք ես 6 ժամ եմ աշխատում, կարող է մի 2 ժամ մի տեղ նշանակեն, 2 ժամ մի տեղ, կարող է մի օր ամբողջությամբ մի տեղ նշանակեն, նայած իրանց հավեսը ոնց տանում է կամ ավելի շուտ իրանց ոնց պետք է, այդպես անում են։ Այդպես սիրելի բարեկամներ, դա էլ այդպես որտեղ եմ ես աշխատում։ Հա, ինձ հարցրել էիք Հայաստանում YouTube-ի ալիք ունեցողները ինչքան է ստանում։ Ես անկեղծ ասած չգիտեմ, չեմ կարող ասեմ Հայաստանում ինչքան է ստանում։ Ու այդ էլ շատ հարաբերական է, թե ինչքան կստանան, որովհետև կախված է գովազդների տեսակից, գովազդների գնից, նայած ինչ գովազդ են, կախված է դիտումների քանակից ու դիտումների որակից։ Քանակը հասկանում եք ինչքան, որակն էլ նա, թե ինչքան երկար են նայում, այսինքն մարդկա կարող է այդ վիդեոյի վրա սեղմի, մի րոպե, 2 րոպե նայի ու էլ չնայի։ Իսկ եթե երկար են նայում, բնականաբար արդեն որակը լավ է համարվում, էլի երկար են դիտումները լինում։ Այնպես որ չեմ կարող վստահ ասեմ, թե Հայաստանում ինչքան են ստանում, բայց Հայաստանում ոնց տեսնում եմ, եթե մեծ ալիք են, արդեն տարբեր գովազդներ են անում։ Ինչը որ մեր մասին չեմ ասի, կոնկրետ եսի մասին, որովհետև ես չունեմ այդպիսի բան, համ փոքր ալիք եմ, համ էլ
ես չունեմ, որ ասենք ինչ-որ մեկի ինձ գովազդի համար դիմաց լինի, ես էլ գովազդ անեմ։ Ինչ էլ որ ասենք ես ցույց եմ տալիս կամ սպոնտան ձևով ուղղակի առնում եմ ցույց եմ տալիս, ես ոչ մի գովազդ չունեմ, ունենամ կասեմ հաստատ։ Ոչ մի գաղտնի բան այդտեղ չկա։ Ինձ թվում է ոչ մեկն էլ չեն թաքցնում, երևի թե չգիտեմ։ Նորմալ է, եթե ալիք ունեն, եթե գովազդել առաջարկում այդ հոյակապ է։ Հայաստանը կարող է եւ չգիտեմ, կարող է եւ այդքան բան չունենա այդ առումով, որովհետեւ քան որ Ռուսաստանում փակել են YouTube-ը, Ռուսաստանի բլոգերները ինձ թվում է այդ այնտեղ են գրանցված, ընդհանրապես երևի ոչ մի բան չեն ստանում։ Դրա համար շատերը ով հնարավորություն ունի ուրիշ երկրում են գրանցել իրանց ալիքը, որ բացում են պետքա գրանցեն էլի։ Հիմա իմ ալիքն է որ վերևում որ նայեք, ցույց է տալիս որտեղ է բացված ալիքը։ Հարցելիք ոնց իմ հետ կապվեք, բան ունեիք երևի հարցնելու ալիքը բացելու հետ կապված։ Այս վերևում որ նայեք իմ ալիքի, համ մեյլ եմ գրել այնտեղ, կարաք այդ մեյլով գրեք, կամ էլ Instagram ունեմ։ Facebook չունեմ, Instagram ունեմ, այնտեղ կարաք գրեք, իմ անուն ազգանունն է Սվետլանա Հակոբյան, ու ինձ կգտնեք, նկար ունեմ դրած, կտեսնեք, կճանաչեք։ Այդպես սիրելիներս, եթե ալիք ուզում եք, բացեք, ես ձեզ խորհուրդ եմ տալիս, բացեք, ինչ որ կլինի, չեք իմանա, այս YouTube-ը այնպիսի բան է, չես իմանա, կարող է դիտումներ չունենաս, մի օր արթնանաս, տեսես այնքան դիտումներ ունես, բայց ասեմ, որ հայերենը մի քիչ դժվար է, եթե ռուսախոսների համար ավելի լավ է, որովհետև ռուսախոսները շատ են, եթե ռուսերենով կարաք ինչ-որ բան անեք, թեկուս բլոգները, թեկուս փոխարարական ինչ-որ բան կամ ուրիշ բան, մի հոգի հարցրել էր, օգնեմ ինքն էլ բացի, անունը չեմ հիշում, որ ասեմ, սիրելի բաժանորդ, դուք որոշեք ինչ թեմայով եք ուզում բացեք, որտեղ դուք պետք է իմանաք ինչ եք ուզում նկարեք, էլի վլոգ եք ուզում նկարեք, թե ուզում եք եփել, թափել, գործել, ասեղնագործել, ինչ որ մտքներովդ անցնում է, դուք որոշեք ինչ եք ուզում անեք, հետո արդեն գրեք, ով ինչով կարա, ես ինքս էլ, ես ես ասել եմ, ինձ օգնել են սկզբում, ես շատ չգիտեմ, որտեղ գիտեմ, որ նախ հաշիվ են բացում, YouTube-ի հաշիվ պետք է ունենան, հետո հազար ու մի բան, ինձ օգնել են, բայց ես էլ ինչքան կարամ կօգնեմ, ինչ է որ չէ, ինչն էլ որ չգիտեք ոնց, ինձ թվում է, որ բանում էլ գրեք, կամ YouTube-ում հենց գրեք, կամ ChatGPT-ին հարցնեք, բան կասի, ես էլ եմ շատ բան հարցնում այնտեղ, որ չեմ իմանում, մի հոգի որ բլոկել էի, հետո ասեցի, ով իզուր է բլոկել եմ, բացեմ դրան, էլ տեղը չգտա, որ կարողանամ բան անեմ, դեբլոկիրն անեմ, էլի հանեմ բլոկի, չգտա, այդպես էլ մնաց այդպես բլոկված վիճակում, բայց բլոկում են մենակ, եթե վիրավորում են, ոչ մեկին ինչ-որ կարծիքի համար կամ հակառակ կարծիքի համար, նորմալ է այդ, բայց մենակ եթե անձնական վիրավորանք են հասցնում այդ դեպքում, այդպես ժողովուրդ ջան, այսօր հիմա այս շտատիվով եմ նկարում, այստեղ անցնողներին արդեն հետաքրքիր նայում են, երևի նկատեցիք, որ մազերս կտրել են, իդեպ ասեմ, հայ վարսավիր է կտրել, շատ լավ վարսավիր է, այստեղ մեր քաղաքում ես չգիտեի, պատահական եմ իմացել ու շատ գոհ եմ, ու միշտ կգնամ իրա մոտ կտրեմ, ամեն դեպքում ես չգիտեի, որ երբ որ նայում էի Google-ում, հայ վարսավիր մեր քաղաքում չի գտնում այդպես, երևի լավ կլինի, որ իրանք էլ նշեն, էլի, որ մանգալուց գտնենք ինչ-որ հաշթագ կամ մի բան անեն, բայց հետո պատամանք իմացա ու գնացի ու շատ գոհ եմ, թարմացրի, էլի մի քիչ կարճացրել եմ ուղղակի, ճիշտն ասած մտածում եմ այդ ինչը անուններն էլ չգիտեմ, կերատին այդ որ ուղղում են, հա, իսկ այն մյուսն էլ որ գանգրացնում են, անունը չգիտեմ ինչա, բայց երևի դուք իմանաք, հա, տեսակ չէ, երեխեք ջան, ուշադիր չեմ որ նկարում եմ, կամերայա դրած դեմից, հետևից վազելով անցան, հա, մտածում եմ, կուզենայի կամ կերատին անեի, կամ գանգրացնեի, անկեղծ ասած ես սրտած կուզեի, որ գանգրացնեի, որ երևի 25-30 տարեկան գանգրացրել եմ, այնքան լավն է, շատ կուզեմ գանգրացնել, գիտեմ, որ մազերին վնաս է, վառում է եւ այլը, բայց ինձ այնքան հետաքրքիր է, եթե ձեր մեջ կան վարսավիրներ, խնդրում եմ անկեղծ ինձ գրեք,
ինչ նոր մեթոդ կա հիմա, ասենք որ անեմ, որ երկար մնա, ոչ թե ես մի օր անեմ, հետո անցնի, որ մի քանի ամիս գոնե մնա։ Կա այդպիսի նոր մեթոդ կանգնեցնելու, որ եթե կա խնդրում եմ գրեք իմանամ, եթե չէ ստիպված կերատին, ես ավելի շատ չեմ ուզում որ ուղիղ լինի։ Այդ կա ու կա, հա, կարելի է անել, բայց ավելի շատ կուզենայի կանգնեցնել, ինձ ավելի շատ ասում, քան ուղիղ։ Հիմա ով որ փորձ ունի, խնդրում եմ գրեք իմանամ երկուսի մասին էլի, կերատինի մասին մի քիչ լսել եմ, աղջիկս պատմել է, բայց ինձ հետաքրքիր է կանգնեցնելը, լավ վատ կողմերը կամ կա ինչ որ մեթոդ, որ ավելի քիչ վառում մազերը, որ երկար է մնում, վերջը դրա հետ կապված ինչ որ գիտեք։ Այդպես իմ սիրելի թանկագին բարեկամներ, քան որ ես արդեն մրսեցի, ինձ թվում է վեր կենամ, մի քիչ քայլեմ ու գնամ տուն։ Շուտ է մութը ընկնում արդեն, քանից դա երևի 4-ից կլինի, բայց շուտով մութը կընկնի, բայց ես մրսեցի, ձեռքես մրսեցի։ Գնացինք։ Այստեղ սկեյթերներն են, սիրուն սարկած երեխեքը գալիս քշում են, են ամեծ էլ կամ մենակ երեխեքը չեն փաստորեն։ Այս կողմում երեխեքը ֆուտբոլ են խաղում, պարապում են մարզիչի հետ։ Վերջ այգին լիքն է, ժողովուրդ ջան, այսօր օրը կիրակի է ու այգին լիքն է։ Ցուրտն էլ չի խանգարել ու մարդիկ եկել են, նայեք ծառերը այստեղ ինչքան սիրուն են, ոսկեգույն։ Սրանք նորակառույց տներ են վաճառքի։ Բնակարանը իհարկե, չգիտեմ, իմ համար սեփական տունն է լավ, նախկինում հակառակն էի մտածում, բնակարան էի ավելի շատ սիրում, բայց սեփական տունը ավելի լավ է։ Այստեղ կոնկրետ բնակարան պահելու համար անգամ եթե նորակառույց են առնում, ծախսերը ինքան շատ է, ինքան շատ։ Ամսական ծախսերը, այդ բանի, շենքի պահպանության սինդիկուս են ասում, դրանց ծախսերը ինքան փող են պոկում, շատ, ահա որ շատ։ Այնպես որ այդ մի կողմից սեփական տունը լավ է, եթե շատ հին չի, որովհետև չնայած այստեղ տները բոլորն էլ պետք է լավ վերանորոգվի, ինքան հին շենքեր են։ Իսկ, ասենք, եթե ավելի թարմ շենք է, արդեն մնում է մենակ շենքի կադաստրալ արժեքն ու հողի փողը, տարեկան կախված է շենքի թվից, վիճակից, գտնվելու վայրից։ Մեր քաղաքում շատ են ուրիշ ազգերը, Բելգիայում ընդհանրապես դե շատ են, բայց մեր քաղաքում այստեղ շատ են։ Ասում եմ, տարբեր տեսակի մարդիկ կան, էլի։ Խանութում օրինակ երեք մի կին ինձ հարցնում է, չգիտեմ ինչ ազգեր, այսպես խեղճ ու կրակ, նիհար, ազգային տարած չէր, բայց այդպես ոնց ասեմ, փակ ծածկված, հագնված, երկար յուբկայով, գլուխը կապած, 4 երեխայի հետ, խեղճ ու կրակ ոնց որ տանջված կին լիներ։ Կարող է մի 40 տարեկան, 45 լիներ, չգիտեմ, 40 կարող է, որովհետև հյուսում երեխեք այդքան շատ մեծ չէին։ Ուրեմն ես որ կանգնած ծալում էի, այդ կինը երևի խոսալ չգիտեր, տղան մեծը, մի 12-13 տարեկան տղա լիներ, ասում է, ինձ հոլանդերենով հարցրեց, ասում է, երկու հատ մայկա ցույց տվեց, երկարաթև, ասում է, սրանցից որն է մեծ, որը փոքր, ու ցույց էր տալիս extra small-ն ու large-ը։ Այսինքն մաման էդ էլ չէր, երևի տառերը չէր ճանաչում, մեր փոստն է, չգնամ անցնեմ, ժողովուրդ ջան, հա մերն է, միշտ պետք է գամ նայեմ։ Մաման երևի տառերը չէր ճանաչում։ Դրա համար երեխան ինձ հարցնում է, սրանցից որն է մեծ, որը փոքր։ Ասեցի large-ը մեծ է, extra small-ը փոքր է։ Ինքը շատ նիհար է, շատ մանր էր, բայց այդ փոքրը դրեց, երկու հատ մեծ ռազմեր վերցրեց, large-ը վերցրեց։ Ասա ժողովուրդ ջան, առայժմ անջատեմ։